Երբ հաստատեցվին սովետական կարգերը, ստեղծվեցին տարբեր տեսակի խմբեր, բայց կար մի խմբի կարիք, որը զուտ ներկայացներ ազգագրությունը, ժողովրդական երգը մաքուր, ինչպես կա գյուղերում, առանց մշակման, առանց փոփոխության, առանց գործիքավորման, առանց բազմաձայնության, յուրաքանչյուր Հայաստանի շրջան տեղի բնիկներից կամ այդ գյուղը տեղի իրանց մարդկանցից կուլտուրայի տունը, պալատը ուներ իր խումբը։ Ասենք Արարատի շրջանում վանեցիների, Շիրազլուի այդ գյուղում վանեցիների, որոնք գաղթել են այնտեղից վասպուրական անսամբլը, որ պարում էին իրանց հին պարերը, կամ բասենցիները երգում էին իրանց երգերը, եթե բասենցիներ էին այդ գյուղում, եթե մշեցիներ էին, սասուցիներ էին Թալինի շրջանում, նրանք ունեին իրանց խումբը, Աշնակը իր խումբը ուներ։ Փաստորեն այդ խմբերը ներկայացնում էին արևմտյան եւ արևելյան Հայաստանի գրեթե բոլոր շրջանի խմբերը։ Բայց այդպես մի կենտրոնական խումբ, կազմավորված, նշանակալից, որ ներկայացներ այդ մաքուր ազգագրությունը չկար, եւ ակունքը հենց ձևավորվեց այդպեսին։ Սկզբնական տարիներին, երբ որ լեզվի ինստիտուտում հավաքվեցինք եւ ուսանողներ արդեն որ ավարտել էինք, հանդիպումներ ունեինք, սրճարաններում բան հանդիպում խոսում էինք, ընկերներից մեկը մեկին հաղորդեցին, որ գիտեք, ասեցին Մարոն խումբ է ստեղծել։ Մարոն էլ համալսարանում իմ գրաբարի դասախոսն եղել։ Եվ ես մինչև 80 թվականը իրեն ընկեր Մուրադյանով էի կոչում։ Այդ ժամանակից ասած որևէ մեկից մտքով չէր անցնում, որ այդքան ծավալուն կլինի աշխատանքը եւ Մարոյին ճանաչողները միայն կարող են հիմա հիշատակել, թե այդ ինչ էներգիայի տեր մարդ էր, այդ ինչ էներգիա եւ իմացություն կար, այդ ինչ հայրենասիրություն էր։ Հիմա ասեմ, որ Հայրիկ Մուրադյանի դուստրն է, Հայրիկ Մուրադյանի բերածը անչափելի մեծություն է, բայց պատկերացրեք Մարոյի արածը ես գնահատում եմ շատ ավելի մեծ։ Հայրիկին էլ էր ինքը ուղղում, հայրիկին էլ էր ուղղություն տալիս, եւ երբ որ ինքը մտել էր հունի մեջ եւ երբ որ խումբը ձևավորված խումբ էր արդեն, բոլորս կարծես թե ինքնաբերաբար թե Աստծո կամեցողությամբ դարձանք կրողներ, դարձանք բերողներ։ Քանի օքով վեր էինք կենում, գնում էինք գյուղեր, մամիկ պապիկների մոտ։ Մեր մամիկ պապիկները շատ ամաչկոտ էին, հետո այն 70-ական թվերին ոնց որ թե շատ չէին էլ ուզում բացվել, երգելու բանի, բայց Մարոն շատ հետաքրքիր կարողանում էր իրենց խոսեցնել, այնպես անել, որ իրենք ավելի ազատ լինեն եւ խոսելով, մեկ էլ տեսար արդեն զրուցելով, շատ մամիկ պապիկներից գրառումներ են կարել, հատկապես Թալինի շրջան, հետո Համշենահայության տարբեր տեղեր են եղել եւ անշուշտ շատ մեծ աղբյուր է մեր համար եղել Հայրիկ Մուրադյանը, Արուծի բաժին բան վասպուրականի երգերը սովորել ենք հենց Հայրիկ Մուրադյանից։ Հիսուն տարի եղավ մի ժամանակ, որ այնքան պաշար ստեղծվեց Մարոյի մոտ, որ ցույցին արդեն
մտածել համերգի մասին։ Շախմատի տանը ելույթ ունեցանք, այդ ելույթին ներկա էր նաև երջանկահիշատակ Ստեփան Պողոսյանը։ Ստեփան Պողոսյանը որպես հայրենակից այդ կգաց հրային ինձ մոտ։ Գնացի, ասեց դուք նաև պարում եք։ Ասինքն Պողոսյան էլ ոնց ենք պարում, այսպես տնական, այսպես ընկերական խոսակցություն։ Ասեց դուք կուզես որ խումբը դառնա ռադիո հեռուստատեսության խումբ։ Ասի դա իմ իմանալու բանը չի, թույլ տվեք կես ժամ չի տևի, գնամ հայրիկին ու Մարոյին բերեմ, այդ տաքսի վերցի, արագ գնացի բերեցի, մի 10 րոպեի զրույցից հետո այն ինչ որ ասենք ես չէի ասել, հայրիկն ու Մարոն լրացրեցին նպատակները, ինչ նպատակով է ստեղծվել եւ այլն, այդ մի քանի րոպե զրույցից հետո անմիջապես որոշում կայացվեց, որ մենք արդեն ռադիո հեռուստատեսության խումբ ենք։ Ես ակունքեր երևի 7-8 տարի աշխատում եմ, խմբի ղեկավարն եմ, բայց ես իրանց հետ շփվել եմ տարիներ առաջ միշտ, գնացել եմ երգ եմ սովորեցրել 30 տարի առաջ, 35 տարի առաջ ակունքին, ինձ հրավիրել են, որ ակունքի հետ արել եմ, կազմակերպել եմ ինքս իրանց համար միջոցառումներ, Սուրբ Կարապետ օպերայում մեծ ներկայացումը խմբերի հետ, հետո նկարահանում, հետո ֆիլմը Ամբերդում նկարվեց, հետո Վասպուրական շրջանի եւ ուրեմն բացի այդ Կարոս խաչն են կազմակերպել Վասպուրականի շրջանի երգերը եւ այլն, այդպես միջոցառումներ են կարել, վաղուց իմ կապը հարազատ եղել է ակունքի հետ, դրա համար ակունքը երբ արդեն ղեկավար չունեին, խնդրեցին ինձ, որ ես դառնամ, երբ պետականացվեց, այսինքն ռադիոյի խումբը ժամանակին այդ սուղ պայմաններին են մութ բանի փակվեց երկար տարիներ, արդեն խումբ չէին կարողանում պահել եւ նորից դարձավ պետական ակունքը իր հաստիկներով եւ այդ ժամանակ ես դարձավ պետական նորից խմբի ղեկավար։ «2006 թվականից եմ ակունքում, եկող տարի կլինի իմ 20-ամյակը ակունքցիների հետ։ Հայրս դեմ է եղել, որ ես երաժշտական ուղղությամբ շարունակեմ։ Պատճառն այդ էր, որ գնացի ես իրավաբանական գծով, բայց իրավաբանությունն ավարտելուց հետո 27 տարեկանում ես մեր խմբի երաժիշտ Քոչարյան Գագիկի երաժիշտի խորհրդով Գագիկի ընդունվեցի Արնո Բաբաջանյան ուսումնարան վոկալի բաժին։ Դա եղավ իմ երկրորդ մասնագիտությունը եւ դեպի պրոֆեսիոնալ ճանապարհ երաժշտության մեջ, ինչի համար չեմ փոշմանում, իրավաբանությունը հետ մնաց իմ կյանքից, որպես մի փուլ, նաև աշխատել եմ պետական համակարգում, դա ուղղակի մնաց անցյալում։ Իմ ամբողջ կյանքը ես նվիրեցի ակունքին եւ երաժշտությանը։
եկել եմ, ես ակունքին սովորեցրեցի 150 նոր երգ, սովորեցրեցի Հայաստանի բոլոր շրջանի երգերը, համարյա շարաններով սովորեցրեցի։ Շարան նշանակում է, որ օրինակ երգում են Նարոյի երգը, երգում են դրա 11 տարբերակ իրար հետևից գնալով արագամա շարան, որովհետև մեր ժողովուրդը շատ է շարաններ երգել։ Երգում են Սասուն, ասենք, բայց երգում են շարան։ Եվ այդ երգերը, որ ես բերեցի, դրանք չէին երգում ոչ այն գյուղի ժողովուրդը արդեն, ոչ էլ ակունքներ երգել, որովհետև դրանք օրինակ Նարոյիները հետ գրառել էր Կոմիտասը եւ երբեք չէր կատարվել, առաջի անգամ կատարվեցին։ Սասունը գրառել էր Սպիրիդոն Մելիքյանը, օրինակ, Կոմիտասի աշակերտը, եւ դա էլ ուրեմն sense ամբողջությամբ կատարվեց։ Նույնիսկ եղան սասունցիներ, որ ասին, դիք մեր երգ չէ, բան, ասի հենց էսի ձեր պապերից են գրառել, որ դուք հիմա ասենք չեք երգում այս երգերը, դրանք երգել են ձեր պապերը երգրում։ Ճախրակի ոտը շատի խավ է, ճախրակմանով շիմշատի ջավ է, ճախրակի ոտը շատի խավ է, ճախրակմանով շիմշատի ջավ է, ճախրակի ոտ գյուրի խան է, ճախրակմանով գյոցուրի ջան է, ճախրակի ոտ գյուրի խան է, ճախրակմանով գյոցուրի ջան է, ճախրակի ոտ գյոտանցի խան է, ճախրակմանով գյոտանցի ջան է, ճախրակի ոտ գյոտանցի խան է, ճախրակմանով գյոտանցի ջան։ Ակունքը հետաքրքիր ձևով է սովորեցնում։ Նստում են նորերը, լսում են, ընկալում են, սովորում են, մոտենում են, հարցնում են, այդպես կամաց ներգրավում են խմբի մեջ։ Ակունքը ունեցել է մի ստիլեր, փոքրիկները մեծացել են եւ համալրել են խումբը։ Ցավոք վերջին մի քանի տարիներին չունենք, բայց պատրաստվում ենք նորից այդ մեթոդը, որտեղ շատ արդյունավետ է, այսպես ասեմ։ Մեծացել են, մեր խմբի անդամ են դարձել, անընդհատ սերնդափոխության այդ եթե չփոխանցենք ինչպես կլինի, չի լինի, չէ։ Գրուն գասված բահե ջուխտակ բալե Əsədə sartuhem nare Əsədə stugvarəz kərun Գիլամաշուն գարուն, գարուն, գարուն Սա սիրո և պանդխտության երգը Հիմա էպոստ ենք պատրաստվում անել, երգերով հին, պարերով բեմադրել էպոսը։ Ահա այդ ակունքի առաքելությունն է, այդ ամբողջը փոխանցել նաև նոր սերնդին, որ մեր նոր սերունդը իր արժեքների տեղյակ լինի եւ կրի այդ արժեքները։ Եվ դա ես միշտ կատակով կամ լուրջ ասում եմ, այս փոխանցելը կադաստրային հարց է, ասում են, գիտեք, հիմա նոր սերունդը ժամանակակից բաներ ա ուզում, դժվար է իրան բան անել, ասեմ, լսեք, սա կադաստրի հարց է։ Եթե ժառանգություն ա թողել պապը իր թորնիկին, ասենք տուն։ Դուք չպետք է հարցնես, ուզում ես, թե չես ուզում։ Տունը տուր իրան, կապրի, չի ապրի, դու տուր։ Հիմա մենք պետք է ծանք իրան ժառանգությունն է, փոխանցենք, կվերցնի, բայց իհարկե կվերցնի, դա իր ներքին ձայնն է։ Ռադիոյի ոսկե ֆոնդում ակունքն ունի 500-ից ավել
պարերի հետ միասին ձայնագրություններ, դրան գումարվեց Շահնազարյան Արթուրի բերած ամբողջ նյութերը։ Եվ ասեմ հպարտորեն, որ այո, 1000-ից ավել։ Ճախրակի ոտքյո վարտի խանը, ճախրակ մանող նամարտի ջանը, ճախրակի ոտքյո վարտի խանը, ճախրակ մանող նամարտի ջանը։ Ուստանա բանակ սարեր, չեղգանա ճախրակ մաներ, ճախրակի ոտքյուրի, ճախրակ մանող յոծուրի, Ճախրակի ոտքյուրի, ճախրակ մանող յոծուրի։ Մղիչ ուժեն է, որ դու անում ես շատ կարևոր գործ, որ քո ազգային երգն ու պարը, քո ամբողջ հսկա, շատ մեծածավալ եւ արժեքավոր քո մասունքները կարողանում ես պահպանել ու փոխանցել սերունդներին։ Դա շատ կարևոր է։ Այս մեր համար չի եղել գործ, սա մեր համար միշտ եղել է ապրելաձև։ Այսինքն մենք երկելով այս երկերը պահելով մի ամբողջ քաղաքակրթություն ենք պահում, որը մեկ համար առաջին իր տարածաշրջանով ամենալայնն է մշակութային, ընդգրկում է արևմտյան եւ արևելյան պատմական ամբողջ Հայաստանը տարածքով, ժամանակով մեր պահպանված մշակույթներից հնագույնն է, գալիս է հազարամյակներ առաջ, երբ հայ ժողովուրդը ծնունդ առավ մինչև միջնադար։ Այնքան շատ բան կա ակունքի մասին, հայրիկի Մարոյի մասին, իմ ընկերների մասին ասելու 50 տարի եւ ավելին դա մի մարդու կյանք է ընդհանուր եւ այդ տարիների ընթացքում եւ իմ վաղամերիկ ընկերները գիտեք դրանք էլ ուրիշ են, այնպես ինչպես են մեր ծերունիները բիձեկը, որոնց հետ ես այդպես որոնց այդքան սիրահարված եմ, որոնց ծնկների վրա մեծացել եմ, իմ ընկերներից շատերն էլ այդպիսին էին։ Ես գնացող մարդ եմ արդեն երիտասարդներ գան եւ ակունք անունը պայծառ պահվի մնա։